Ֆրինյուզի եթերում Երևան Փարիզ ձևաչափով հերթական ոդքասթն է, հիշեցնեմ, որ Փարիզից միշտ աշխատում է մեզ հետ, միանում է միջազգայնագետ Արման Ավագյանը, բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ։ Երևի թե տուրք տալով այս վերջի օրերի տրամաբանությանը պետք է ասեի bonjour Armand. Ես էլ պետք է ասեի comment ça va et qu'est-ce que devient et je salue tout le peuple arménien. Այո, եւ այսպես շարունակ։ Դե ինչ, տես հետաքրքիր է, օրինակ ես տպավորություն ունեի, որ մեզ շատ անհետաքրքիր, sense լարված նախընտրական վիճակներ է սպասվում, բայց բավականին հետաքրքիր է, բավականին, ես կասեի հումորը մեծ տեղ ունի, անակնկալները, սյուրպրիզը նույնպես չէ ֆրանսիական է, եթե չէ։ Այո, ֆրանսիական բառը է, ռուսներն է վերցնում, մենք էլ այսինքն այս լավ տուրք տալով ֆրանսիական ամեն ինչին, ամեն ինչ առաջ է գնում։ Դե այսօրվա համար, այսինքն մենք տեսագրում ենք հաղորդումը մեկ օր շուտ, այսօրվա համար կարելի ասել շատ հետաքրքիր էր իմ կողմից բավականին հաճախ նշված, որ ես իրեն շատ եմ հավանում Նարեկ Կարապետյանի հերթական բացահայտումը, որ արեց, այսինքն ինքը ինչ ասեց, որ հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկարտումները տարբեր բաներ են։ Հայաստանի Հանրապետությունը չունի հարևաններից որևէ նկարտում, հարևանների նկատմամբ որևէ նկարտում, այնտեղ հարց հնչեց շատ ահաբեկված լրագրողների կողմից, Արցախը, ասեց, Ադրբեջանը, նկատի ունենալով, եթե Ադրբեջանի, ասեց, հա, Ադրբեջանի հանդեպ էլ չկա որևէ նկարտում, Արցախը, դե ասեց Արցախը ինքը նենց միշտ անկախ է, առանձին է եղել, Հայաստանի հետ կապ չունի։ Մոտապես տրամաբանությունը պատասխանների էսեր, իհարկե կարող է ես մի փոքր հետո առաջ բերեցի նախադասությունները, թող չմեղադրեմ, բայց գաղափարն է հասկանալի, հա։ Այսինքն մոտենում են, ինչ-որ դիրքորոշումներ են մոտենում, ինչ-որ դիրքորոշումներ են վերանայվում, դիրքորոշումներ են ճշգրտվում։ Իսկ միգուցե այդ դիրքորոշումները տարբեր դիրքորոշումները գոյություն չունեին ըստ այդմ եւ միակ նպատակը ընդհանրապես այս գործընթացով որ նախաձեռնվել է դա Ռուսաստանին նորից բերել ներքաշել որպես կողմ դրա անունը դնելով ես չգիտեմ հաշտարար միջնորդ Աղապա, այն դեպքում, երբ որ ոչ մենք պատրաստվում ենք նկարտումներ ունենք Ղարաբաղի հանդեպ, այսինքն մեր ռուս գործընկերները այսպես թե այնպես մեր հետ համաձայն են, հա, մենք ուղղակի պետք է գանք, որպեսզի մխտրենք թրիփը, ընդամենը դա է, հա, կարող է թե ինձ թվում է թե եթե հետևելով խոսույթներին, հա, որովհետև շատ հետաքրքիր խոսույթներ են, մենք ֆրանսերեն լեզվով էլ նոր խոսում ենք, ինչին ենք նաև մեղմ անդրադարձ ուզում կատարել, դա նաև օլիգարխի որդու ֆրանսերենով արված հիանալի կոչը, որը շատ վատ ֆրանսերենով էր նկատի ունեմ ակցենտը, հա, որովհետև իրոք Ռուսաստանում որ սովորում են, այդպես էլ լինում է, հա, մի տեսակ այդպես ռուսական ակցենտով են Լավրովյան, հա, այսպես Լավրովյան, այսպեսի по-ռուսկի այդպեսի ֆրանսերեն է, որը այդքան է գեղեցիկ չէ եւ հումոր է առաջացնում, բայց դրա բովանդակությունից անդին շատ հետաքրքիր է նաեւ լսել մի մարդու, որի հայրը նա դիմում է Ֆրանսիայի նախագահին, մի մարդ, որի հայրը դատի է տվել արբիտրաժային դատարանում Ֆրանսիային վերջի տվյալներով դա է ընթանում 120 միլիոն եվրո արժողությամբ կալանքի տակ դրված Ֆրանսիայի հարավում կա մի առանձնատուն, որը տարբեր ֆինանսական մախինացիաներով պարուրված կասկածում է որպես Գազպրոմի գույքը լինելը, հա, եւ Սամվել Կարապետյանը արբիտրաժային դատարան է դիմել Ֆրանսիային դատի է տվել մարդը եւ իր տղան ողջունում է Մակրոնին եւ խոսում է Նիկոլից, դա ընդհանրապես առաջացնում է հումոր, այսինքն մենք գալիս ենք էլի նույն տենց made in Russia ստիլով արված բաներ, որոնք իրենք միայն հակառակ էֆեկտ են բերում։ Հա, բայց տես ամեն դեպքում
եթե վերադառնանք, այնտեղ գոնե գիտես ինչ ուղերձեր ֆրանսերենով, չէ, ուղված Մակրոնին, վստահ լինելով, որ այդ ուղերձը բնականաբար արձագանք չի ունենալու, բայց այս պարագայում Այստեղ ես ներողություն, այստեղ ընդհանրապես ոչ միայն ամենա երրորդական լրատվական միջոցներում էլ նույնիսկ չեմ տեսել։ Իհարկե։ Ես ավելին ասեմ, դու ինձ ասեցիր, որ այսպիսի բան է եղել, ես այդ աստիճան չէի տեսել նմանատիպ բան, եւ մի լավ ծիծաղեցի ընդամենը, որ բայց ուժերների պարագայում նկատի ունեմ ոչ ֆրանսիական ուղղության, հա, իրենք խոստումներ էին տալիս արժանապատիվ խաղաղության, խոստումներ էին տալիս, որ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, բայց հիմա, ասենք, այս սենսացիոն հայտարարությունը կամ, գիտես ինչ, կամ պետքա չխոսի, հա, ես լիարժեքորեն ընդունում եմ մարդկային գործոնը, ցանկացած մարդ, երբ որ ասենք մի քանի լրագրողներ հարցեր են տալիս, բան կարող է շփոթվի, կարող է սխալ հասկանա այդ պահին այդ հարցի ենթատեքստը, բան, բայց ցանկացած պատասխան բերում է մի նոր իրականություն։ Այս նոր իրականությունը բոլորովին իօգուտ իրենց չի։ Օրինակ, եթե վերցնենք վարչապետի ապրիլ 24-յան ուղերձը, ուղերձի զգացական մասը ինքնին հասկանալի է եւ արդեն հնչեցվել է, բոլորը լուսաբանել են, բայց տնտեսական եւ բարոյական կողմը շատ հետաքրքիր է, որովհետեւ մենք խոսում ենք այն բանի մասին, որ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է եւ սա է մեր հայրենիքը, այսօր այս պահին մեր պետությունը, մեր Հայաստանի Հանրապետությունը եւ մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այս Հայաստանի Հանրապետությունը պահելու եւ զորացնելուն, չէ՞։ Ու գիտես ինչ, ինձ հետաքրքրեց, թե օրինակ ինչ երկրներ կամ մոտավոր նույնատիպ տարածքներով, այն անգամ էլ մենք խոսեցինք, չէ՞, դու էլ տարին 12 ամիս այդ երկրում լինում ես, Բելգիան, եւ ընդամենը 32000 քառակուսի կիլոմետր է Բելգիան։ Հա, այսինքն մի 1000-2000 քառակուսի կիլոմետրի տարբերությամբ մոտավորապես նույն կարգի երկրներ են, ընդ որում նաև Բելգիան ունի լեռնային հատված, եթե չեմ սխալվում, այնպես չի, որ ամբողջովին հարթավայր է։ Բելգիայում ապրում է այն վերջին հարցումների տվյալներով, սա վերջնական թիվ չի, մոտ 12 միլիոն մարդ։ Ընդ որում ապրում են շատ հարուստ, շատ կայացած, պետությունը ինքը շատ կայացած է, բայց գրեթե նույն տարածքը։ Գագիկ ջան, նույն տարածքը, ինչ խոսք աշխարհագրորեն, բնականաբար Բելգիան եւ Հայաստանը նույն մասում չեն գտնվում, Բելգիան շրջապատված է Պասիֆիկ խաղաղ երկրներով, եվրոպական երկրներով։ Արման ջան, ներողություն, ես քեզ հակադարձեմ, ընդամենը Բելգիան շրջապատված է խաղաղասեր եվրոպական երկրներով, երկրորդ համաշխարհայինից հետո մոտավորապես 50-ական թվականներից սկսած։ Մինչ այդ Բելգիան այնքան պատերազմների միջով է անցել, որ անգամ Հայաստանը չի անցել։ Եվ ըստ այդմ ինչ որ մենք կարող ենք այսօր մատնանշել մեր երկրի այդ 29000 տարածքը, որ մենք անընդհատ մատնանշում ենք, դա գիտես ինչ, ես օրինակ կողմ չեմ ամեն օր դա մատնանշելու։ Ինչ խոսք դա, բայց այստեղ մի հատ ինչ որ այսպեսի մի դիդակտիկ նաև երևույթ է սա, որ պետք է հիշեցնել, հա, եւ պետք է հիշեցնել նաև, որ այդ 29000-ը դեռ ինքը էքսպլուատացված չէ, այսինքն իհարկե ես հենց դրա համար այդ մեջբերումը արեցի։ Ես հասկացա, եւ մեր հայրենակիցների համար դա
մի պարարտ հող է, մի տեղ է, որտեղ ամբողջ աշխարհից մեր հայրենակիցները կարող են գալ, եւ եթե այստեղ մեր շատ կարեւոր բան կա, որ ես պետք է նշեմ, եւ դա նաեւ վերաբերում է վարչապետի ապրիլ 24-յան ուղերձից ինձ համար համենայն դեպս ինձ համար հասկանալի նշվարումները նրանք են, որ նախ մենք պետք է ինչ խոսք մենք մեր պատմությունը չենք մոռանում եւ չենք մոռանա եւ դա ցեղասպանությունը անժխտելի մի փաստ է, որով անցել են բոլոր մեր նախնիները, իմ եւ քո նախնիները եւս փախել են ջարդերից եւ դրանով մենք ոչնչով չենք տարբերվում մյուս մեր հայրենակիցներից, դա վերաբերում է ամբողջ հայ ազգին, բայց այսօր մեր հայ ժողովուրդը նաեւ կանգնած է մի շատ կարեւոր իրադարձությունների կիզակենտրոնում, որտեղ մենք արդեն կարողանում ենք առաջ գնալ եւ մտածել, որ այլևս երբեք ցեղասպանություն չենք ապրելու եւ դրա համար մեր կողմից դնում ենք, մեր կողմից անում ենք այն ամեն ինչը, որ եւ տնտեսական հողի վրա եւ վերջի վերջո քաղաքական եւ տնտեսական հողի վրա մենք կարողանանք առաջընթաց ապրել եւ կարողանանք ինքնուրույնաբար մեր հարցերը լուծել եւ ես ավելի հեռուն կուզեի գնալ նաեւ ցեղասպանության հետ կապված, ես համարում եմ, որ այսօր մենք փորձում ենք այո բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարևան երկրների հետ եւ միևնույն ժամանակ ես համոզված եմ կանցնեն տարիներ, երբ որ մենք կարողանանք մեր հարևանների հետ խոսել, ունենալ այդ դիալոգը, հասկանալ մեկս մյուսին, ես համոզված եմ, որ քաղաքացիական հասարակությունը կսկսեն շատ ավելի խոսել միմյանց հետ եւ քաղաքացիական հասարակությունը մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք ունեն ընդհանուր անցյալ, որոնք ունեն ընդհանուր, այսպես ասենք, չասենք ծնողներ, հա, բայց բարեկամներ են ունեցել, չէ, ինչ որ ընդհանրություններ են եղել հայ եւ թուրքերի մեջ այդ ընթացքում եւ շատ հեշտությամբ կարող է պարզվել, որ հայեր կան, որոնք եղել են գաղտնիաբար որդեգրված թուրքերի կողմից եւ կան դրա ապացույցները, հա, մենք գիտենք, որ Աթաթուրք օրինակ ուներ որդեգրված մի աղջիկ, որը հայ էր, հա, եւ որը պարզվեց, որ հայ էր եւ ես համոզված եմ, ինչ եմ սա ասում, ես համոզված եմ, որ այդ ցեղասպանության ճանաչման հարցը, եթե պետք է լուծվի, ապա այն պետք է լուծի քաղաքացիական հասարակության օգնությամբ, այսինքն ներսից, այսինքն դիալոգով, որովհետև ես դրա պրեմիսները տեսել եմ նաև երբ որ Հրանտինքը մահացավ, եթե հիշում ես, ինչպիսի հասարակություն էր հավաքվել Ստամբուլում եւ ինչպես էին դրանք ողբում, հա, դրանք հայեր չեն միայն, հա, կային նաև թուրքեր, կային նաև առողջ հասարակության անդամներ, որոնք ողբում են ժուրնալիստի մահը, որ առանց հետ ինչ կարիք կա սպանելու մի ժուրնալիստին այսօրվա այո, ես Հրանտինք եմ պլակատներով հիշում ենք։ Այո, ես Հրանտինք եմ պլակատներով եւ ես համոզված եմ ուղղակի, որ մեր բռնած քաղաքականությունը միջև օրս, այսինքն մենք այսպես ասենք, շատ կոպիտ եւ կոշտ ձևով, հա, մի պետության, որը մեզանից տասնյակ անգամ ավելի հզոր է, ավելի մեծ է եւ տնտեսապես եւ ընդհանրապես մարդականակով իհարկե եւ մարդականակով եւ մենք դնում ենք եւ ընդհանրապես փակ սահմաններով ոչ մի տնտեսական աճ չունենալու հեռանկարով մենք անընդհատ պահանջատիրական ինչ որ այսպիսի հարցադրումներ ենք ներկայացնում եւ դրանով փակում ենք դիալոգի երկխոսության որևիցե դուռ։ Ես պարագայում կարող ենք խոսելով, հասկանալով մեկս մյուսին գալ դրան անժխտելի փաստեր կան, անժխտելի է ցեղասպանությունը եւ անժխտելի է ոչ միայն հայերի համար, անժխտելի ամբողջ աշխարհի համար այսօր։ Եվ թուրքերի համար է։ Եվ կարծում եք թուրքերի համար դա հեշտ բեռ է։ Ոչ, բոլոր թուրք լուրջ բիզնեսմենները հենց որ ուզում են լուրջ բիզնես անեն, նրանք բախվում են այդ փաստի հետ, որովհետև նրանց անընդհատ դեմ են տալիս դա շատ կոպիտ ասված։ Դե ասում են, չէ, դուք այս հարցը ունեք եւ այս դիալոգով երկխոսությամբ, որ մենք կարող ենք հասնել դրան։ Վերջի վերջո ես հավատում եմ, որ պիտի մի օր Թուրքիան դա ընդունի, որովհետև անժխտելի է դա։ Եվ շատ հետաքրքիր մի փաստ էլ հիշում ես, որ օրերս Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը գտնվում էր Ստամբուլում եւ այնտեղ ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը շատ հետաքրքիր բան էր ասել, ընդ որում շատ նպատակային եւ շատ ճիշտ էր այդ ասվածը, որ այսօր Թուրքիան պատանդ է Ադրբեջանի կարծիքի ձեռքին, հա? Այսինքն Թուրքիան միգուցե եւ ինքը կուզենա
շատ ավելի արագացնել եւ շատ ավելի շուտ սկսել թե սահմանի բացումը, թե դիվանագիտական կապերի վերականգնումը լիարժեք, բայց Ադրբեջանը սենց ժողովրդական լեզվով ասած անընդհատ տորմուզ է տալիս։ Հիմա եղավ ապրիլի 24-ը, ավանդաբար այրվեց Թուրքիայի դրոշը, Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Հայաստան, որ լավ բան չէ, դեն, այսինքն բնական այն բաները, որ կասվի ցանկացած երկրի կողմից, երբ որ այրվում է սուվերեն մի երկրի դրոշ, անկախ նրանից այդ դրոշի անցյալը, այդ երկրի անցյալը ինչ ա եղել, ոնց ա եղել։ Մենք այսօր ունենք, եթե չեմ սխալվում, մոտ 100,000-ին հասնող Հայաստանի քաղաքացի հայեր Թուրքիայում, որոնք բնակվում են, ով էլ չեն անում, լավ էլ գործ են անում այնտեղ, մեր հայ գործարարները Երևանից, Հայաստանից գնում են Թուրքիա, առևտուրեն, այն որ ասում էր քաղաքասարակություն, քաղաքասարակության այս տնտեսական հատվածը լավ էլ շփվում է թուրքերի հետ։ Նազիկ ջան, այստեղ գիտես ինչ կա, երբ որ հենց հասնում է հարցը քաղաքականությանը եւ քաղաքականացվում է, տեսնում ենք արդեն դրա լիմիտները եւ դրա վնասները։ Տես, ինչպես այրվեց դրոշը, ինչպես պատասխան եկավ, ես քո ասածն եմ նշում ընդամենը, Ադրբեջանի պատասխանը, բայց հա գալիս է ասելու ինչ, որ կան ցավեր, որոնք չեն կարող անհետանալ հենց այսպես։ Հիմա դու պատկերացրա ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում, քանի վայրերում, քանի քաղաքներում այդ ցեղասպանության զոհերի հետնորդները դուրս եկան եւ ճիշտ արեցին, դուրս եկան փողոց եւ մատնանշեցին եւ իհարկե ցեղասպանությունը հիշատակեցին, որպեսզի այլևս այդպիսի բան չլինի։ Դու կարծում ես Թուրքիայի համար դա լավ է։ Դու կարծում ես թե Թուրքիայի իմիջը դրանից լավացավ։ Դու կարծում ես թե Թուրքիան ոչ, դրանք թքած չունեն դրա հետ, սակայն պետք է ամեն ինչ արվե ոչ միայն քաղաքականացնելով, այսինքն այդ արանքում օգտագործելով երրորդ երկրների շահերը, այլ դա պետք է արվի երկու երկրների միջև։ Տես ինչպես որ արվում է դիալոգը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ես համոզված եմ որ նմանատիպ մի դիալոգ է պետք է լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Եվ արի ու տես այդ դիալոգը կլինի ըստ իս այն ժամանակ, երբ որ այդ սահմանները կբացվեն, երբ որ մարդիկ կգնան մեկը մյուսի մոտ, երբ որ կնստեն մեկը մյուսի մոտ իրենց դառն ու ցավը կասեն, երբ որ կսկսեն մեկը մյուսին պատմել անցյալը ոչ քաղաքականացված, իրական աշխարհը, որտեղ մարդիկ կարող են իրենց ցավը, իրենց դարդը պատմել եւ վերհիշել վերջ այդ ամբողջ ճանապարհը, որ պետք է բացվի, այդ ճանապարհի վրա կան մարդիկ, ոչ միայն թուրքեր, ուրիշ ազգություններ, փոքրամասնություններ, որոնց նախնիները տեսել են այդ ջարդը եւ որոնք ցավով են դա հիշելու։ Դիալոգ պետք է բերի երկու երկրների միջև այդ խաղաղության եւ այսպես ասենք, ընդունելու միասին ինչքանով որ դա հնարավոր է, որովհետեւ եթե մենք վերցնում ենք այդ ցեղասպանության ընդունումը, շատ լավ, տասնյակ երկրներ աշխարհով մեկ ընդունել են ցեղասպանության փաստը։ So what, անգլերեն ասած։ So what։ Եթե դա դա Թուրքիայի վրա մեծ ճնշում է, խնդիր չկա, բայց ամենամեծ ճնշումը այդ մեր քայլերթերն են, մեր ապրիլ 24-յան նշումն է, տես ամենտեղ Մակրոնը այստեղ նշեց, Ամերիկայի Միացյալ Նահանգները նշեցին, Ռուսաստանը նշեց, որ ապրիլի 24 ցեղասպանության օր։ Ես ուղղակի համոզված եմ, որ երբ որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա եւ նա արդեն սկսել է այդ գործընթացը, ի ուրախություն բոլորիս, խոսել որպես պետություն, որը ինքնական ձևով առանց Ռուսաստանի կամ որևիցե մի այլ երկրի, այսպես ասենք, հովանու ներքու լինելու, խոսել եւ ասել պատմությունը եւ միևնույն ժամանակ խոսել առաջ գնալու մասին, որովհետեւ դրա մասին է այսօր մեր ամբողջ արվելիքը, դրա մասին են մեր մոտակա ընտրությունները, դրա մեջ է որ մենք տեսնում ենք թե որտեղ են գտնվում այդ թակարդները եւս, որովհետեւ մենք սկսեցինք եթերը խոսելով ռուսաստանցի օլիգարխի այդ ընտանեկան այդ ընտրական ծրագիրը, որը ես ուղղակի մենք ամեն օր համոզում ենք, որ դա ընդհանրապես պատրանք է, այսինքն մենք նույն բաներն ենք ասում,
այսինքն մենք նույն ծրագիրն ենք ասում մի տարբերությամբ, որ Ռուսաստանին բերում ենք ռեգիոն, որ հանկարծ Ռուսաստանը դուրս չգա, որ հանկարծ մենք Ռուսաստանի դոմինացիայից դուրս չգանք, ոչ, մենք ոչ մեկի դոմինացիան չպետք է ունենանք, ոչ Թուրքիայի դոմինացիան, ոչ Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի, ոչ Միացյալ Նահանգների, այլ ուղղակի մենք ինքներս մեզ տիրապետենք, լինենք այնքան խելացի, որ կարողանանք դիալոգ հաստատել եւ ժողովուրդներին տանել դեպի ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը այսպես թե այնպես մեկ օր դուրս է գալիս, չէ՞, եւ այսօր մեր գերնպատակը, որ Թուրքիան ինքը ընդունի այդ ցեղասպանության փաստը, որը հեշտ ճանապարհ չի նրանց համար, որովհետև նույնիսկ եթե Աթաթուրքը, եթե պատմությունը հիշենք, Աթաթուրքը խուսափում էր, հա, ինքը ամեն ինչ արեց, որ իր անունը կապակցվի ցեղասպանության հետ, հա, եթե նայում ենք պատմության էջերը, որովհետև դա այն գլխից այդ մարդը արդեն այն գլխից իրենց համար դա պատիվ չէր բերում։ Եվ ես կարծում եմ, որ այդ դիալոգն է եւ այս խոսակցությունն է եւ մեր ուժեղանալը երկու երկրների փոխկապակցվածությունն է նաեւ տնտեսական եւ մշակութային, որը կարող է բերել այդ դիալոգի, այլ ոչ թե առճակատումը։ Առճակատումից մենք, Գագիկ ջան, ես համոզված եմ, առճակատումից մենք ինչպես եք ուզում հաղթանակած դուրս գանք 90 միլիոնանոց երկրի հետ։ Ինչպես։ Կարմնա ջան, ես կարող եմ ռուսին պետք է բերեք, ժողովուրդ, բադ, ռանք է, մեկը լինի ռուսին տիրություն անի, սոշիալ ներողություն։ Ես կարող եմ օրինակը բերել առաջին հանրապետության։ Առաջին հանրապետությունը իր փոքրիկ բնակչությամբ ի վիճակի էր մարտնչել թուրքական բանակի դեմ, ես չեմ ասում Սարդարաբադը, որտեղ ժողովուրդն էր, աշխարհազորն էր, հերոսությունն էր, ես դրա մասին կեած մահու կռիվներ կարող ենք բայց հայկական 50 կամ ողջ են գնում կամ վերանում ենք հայկական բանակը իրավամբ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր, Թուրքիան փլուզված վիճակում էր, երբ որ այդ Աթաթուրք կոչվածը եկավ, դարձավ այդ երկրի ղեկավար, եւ Հայաստանը կարողացել էր վերականգնել իր տարածքները, այսօրվա Հայաստանից 3 անգամ ավելի մեծ տարածքով այդ ժամանակ, եւ ինչ տեղի ունեցավ այն ինչ որ միշտ տեղի է ունեցել։ Էլի հիմա կասեն նորից սկսեցին խոսել ռուսներից։ Դե հիմա ռուսները չէին, բոլշևիկներն էին։ Չեմ ասում ռուս ժողովուրդներ, բոլշևիկներն էին։ Սոված Ռուսաստանում, որտեղ սով էր տիրում, որտեղ Միացյալ Նահանգներից այդ սովածների համար օգնություն էր ուղարկվում, Ռուսաստանը վագոններով, շարժակազմերով ցորեն, ոսկի, հրացան, փամփուշտներ, արկեր, այդ ամեն ինչը ուղարկեց Թուրքիա, եւ այդ նույն Աթաթուրքը կազմակերպեց Զմյուռնայի ջարդերը հայերի, որտեղ էլի տասնյակ հազարավոր հայեր եւ հույներ կոտորվեցին։ Բայց կրկին, որովհետեւ մենք, այս գալիս եմ քո ասացին, մենք չունեինք այն ժամանակ ունենալով անկախ պետականություն, փոքրիկ նոր ստեղծված հանրապետություն, բայց մենք չունեինք սուբյեկտայնություն։ Եվ վերջը մի բան եկեք փորձենք հասկանալ, ամեն մի պատերազմը դրանք այսօրվա հաշվարկներով օրական տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեն։ Օրական։ Իհարկե։ Մեր պատերազմը արժեր մի քանի միլիոն դոլար օրական։ Ժողովուրդ ջան, մենք տնտեսապես ասենք ինչ հնարավորություններ կարող ենք ունենալ, որպեսզի մենք լավ, օքեյ, վերցեցինք այդ դրոշը վառեցինք։ So what? Ինչ եղավ դրանից։ Այդ դրոշը մեզ սեպները հովացավ։ Լավ, եթե դա արվում է ոչ դաշնակցական, ոչ քաղաքականացված հողի վրա, դա կարող ենք ասել դե հետնորդներ են, որոնք ունեն իրենց ցասումը եւ այլը եւ այսպես շարունակ եւ դա կարող է դիտարկվել որպես հայ ժողովրդի մի որոշ զանգվածի ցասման այդ պատկերավոր տեսք։ Նույն Թուրքիայում այրում են Իսրայելի դրոշը։ Հայ հեղափոխական դաշնակցություն, երբ որ դու դա քաղաքականացնում ես, այդ ում արևես դա անում։ Մի րոպե,
ով է քեզ այդ հետևի մեջքիդ կանգնածը, որ տեր պետքա կանգնի այդ քո վառած դրոշակի, ռուսը։ Ինչը որ արել եք տասնամյակներ շարունակ, ինչը որ շարունակում եք այսօր անել Սփյուռքում, բայց միտեղ դուք արդեն պարտվել եք, որովհետեւ այդ ռուսը արդեն տոքսիկ է, նույնիսկ ձեր Սփյուռքյան այդ դաշտերի վրա, որտեղ որ դուք կարծում եք, որ ռուսը ձեզ պետք է օգնի, դուք դրոշը վառեք, ռուսը ձեզ սուպորտ անի, որ դուք թուրքերի վրա հարձակվեք։ Այդ սին գաղափարախոսություն, այդ հիմար գաղափարախոսությունը, որտեղ դա հիմար չի, դա վտանգավոր է, որտեղ դու մեր 18-20 տարեկան երեխաների կյանքն եք վտանգում նմանատիպ ապուշ բաներով, իսկ դրա փոխանակ ձեր երկիրը ուժեղացնեք, փոխանակ դուք մասնակցեք նրա կյանքին, նրա տնտեսական կյանքին, այ շատ ավելի խելացի ձևով առավոտից իրիկուն ասում եք, որ այս ժողովուրդը թուրքերի եւ ադրբեջանցիների հետ անում։ Մի րոպե, ինչ եք անում, մեր հարևանների հետ այսօր կռվենք, չեն կարող կռվել, ինչ պետք է անենք, գնանք ռուսներին ասենք, եկեք մեր հետ կռվենք, նրանք չեն կռվելու։ Գնանք ռուսներին ասենք, եկեք մեզ զենք տվեք կռվենք, զենք չենք տալու, որտեղ մեկն էլ ռուսին զենք տա։ Ինչ եք դուք ուզում, այսինքն դուք ընդամենը, որպեսզի գոյություն ունենա քաղաքական հողի վրա, պատրաստ եք մեր երկրի ճակատագրական պահին մեր երկիրը դնեք վտանգի տակ։ Դա պետք չէ թույլ տալ, բայց միևնույն ժամանակ պետք չէ մտնել մյուս ծայրահեղություն նաև եւ ես կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է եւ ասել որ դե չէ, դե Թուրքիան ոչինչ, ոչինչ չի մոռացվում, ոչ մի բան չի մոռացվում, բայց պետք է ամեն ինչը անել step by step։ Եթե մենք գործողություն ունենք անելու, նախ պետք է մենք մի հատ ուշքի գանք, մի հատ հզորանանք, մի հատ կարողանանք դիալոգ հաստատենք, նախ լինենք մի սուբյեկտայնությունից ենք խոսում, որը վստահություն է ներշնչում, որովհետեւ երբ որ դու վստահություն ես ներշնչում, երբ որ դու փոխկապակցված ես համաշխարհային ցանցում, դու կարող ես քո պատմական իրողությունները շատ հանգիստ ձևով քո հարևանի հետ նստել, խոսալ, նստել այդ թեյը միասին խմել եւ խոսալ։ Դա չի նշանակում, որ դու, եթե նրա հետ խոսում ես, նշանակում է դավաճան ես կամ դու ուրանում ես, ոչ, ես ձեզ հավատացնում եմ, ես լինելով Սփյուռքում, ես բազմաթիվ անգամ այստեղ խոսել եմ մարդկանց հետ, որոնք գնացել են Իստանբուլ, որոնք գնացել դոկումենտալ կինոներ են այնտեղ նկարել, որոնք գնացել են այնտեղ քաղաքացիական հասարակության հետ են հանդիպել։ Ժողովուրդ, ես իզուր ճիշեցեցի հանդիպքի հետ ցույցերը։ Հավատացեք, Թուրքիայի հասարակության մեջ կան շատ մարդիկ, որոնք հասկանում են, որ դժբախտություն է տեղի ունեցել եւ դա արել են թուրքերը, դրանք արել են եւ քրդերի նկատմամբ եւ արել են հայերի նկատմամբ, բայց պետք է մենք հասկանանք, որ մենք ինչ ենք ուզում, կամ մենք ուզում ենք ամեն ինչ միանգամից եւ ռիսկ ենք դնում մեր պետության գոյությունը, կամ մենք ամեն ինչ անում ենք հերթականությամբ, այսինքն ուժեղանում ենք, տնտեսապես զարգանում ենք, վստահություն ենք ներշնչում մեր հարևաններին, որոնց մենք ասում ենք, մենք չենք գալու ձեզ պատասխան յաթաղան անելու, բայց հասկացեք, մենք այսօր այն մարդիկ ենք, որոնք դու արել եք ցեղասպանություն եւ այսօր այդ օրը անցել է, բայց պատմությունը պետք է ընդունենք։ Գերմանացիների միջև որս տեղ են տալիս հрьяաներին։ Դուք ինչ եք համարում, որ դա անհնար է նաև թուրքերի դեպքում, ոչ, բայց այդ դիալոգի դեպքում այդ ամբողջ անհնար։ Եվ ամենավատը Գագիկ ջան, ես ինչ եմ ապշում, այն մարդ, դուք այդ ամբողջը ուրիշի հաշվին եք անում։ Այդ դաշնակցություն, այդ Ազատ Հայաստան, այդ Քոչարյան, որ ռուսերենով ինտերվյուներ է տալիս ու էլի մեզ բոլորիս հայ ժողովրդին մեղադրում ամեն ինչում։ Ինքն էլ սուրբ։ Էլի դուք ռուս եք մեր վրա բերում։ Չի ստացվելու, որտեղ ժողովուրդը երկու անգամ նույն կրակը չի ընկնելու։ Այո, եւ ի վերջո ռուսը ինքն էլ է հասկանում, թե իր հնարավորությունները ինչքան է, եւ այսօր Ռուսաստանի հնարավորությունները հազիվ հերիք են գոնե թե 50-50-ով վերջացնելու ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ այնտեղ Կուպյանսկից իրենք առաջ գնան, որ մենք կփոխենք իրենց հետ, այլ ոչ թե մենք այստեղ մտածենք, որ վաղը մյուս օր պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա տանք, ու ռուսներն էլ բանը իրանց մուշկետներով պետք է գան, դե թարգեք էլի, մի քիչ իջեք ներքև էլի, ասենք հասկացանք ինչ որ մասաներ կան, որոնք ձեր հետևից գալիս են եւ կարող է միգուցե թե կրթություն չեն ստացել կամ չեն հասկանում կամ պատմությունը չեն ուսանել կամ կուրացրել եք ձեր այդ գաղափարախոսությամբ, բայց կա գոյություն ունի իրականություն։ Նա դուրս եկեք հարցրեք երիտասարդները այսօր ինչ են ուզում, նրանք ուզում են ապրել, նրանք ուզում են առաջ գնալ, նրանք ուզում են խաղաղություն։ Եվ դու դա ասիմիլացնում եք
պետք չէ նաև այդ խաղաղությունը ասիմիլացնել քիրվայության կամ ինչի խաղաղություն հավասար է դավաճանություն, բնավ ոչ, խաղաղություն դա քաղաքական կամք է պահանջում։ Այդ քաղաքական կամքը մենք ունեցել ենք, երբ որ ասում եմ մենք, ես նկատի չունեմ ղեկավարությանը, ես նկատի ունեմ Հայաստանի ղեկավարությունը, որը ընտրված է ժողովրդի կողմից, որովհետև եթե ինքը այդ մեջքը չունենա ժողովրդի կողմից ընտրված, նա ոչ մի բան էլ չէր կարողանան անելու, իմանալով որ մյուս օրը զվարթնոցն հավաքային իջնի նրան գալու են եւ գահանկեցեն անելու։ Եվ այսօր ինչ է կատարվում, որտեղ մարդիկ տեսնում են, որ այսօր ունեն ղեկավար լեգիտիմ կերպով, որը բերում է խաղաղություն եւ այդ սին գաղափարախոսությունը, որը անում են ուրիշի հաշվին, Գագիկ ջան։ Արման ջան, մեր եփական երեխաները չեն գնում բանակ։ Իրենք անձամբ ոչ մի նորմալ բան չեն արել։ Պատերազմի ժամանակ երկու կողմերին հայտարարություն են տարածել, բայց հենց գալիս է այդ բաներին, գնանք մեզ ռուսը կգա կօգնի։ Մեզ պետք չի ոչ մեկ օգնի։ Մեզ պետք է ուղղակի խելացի դիվանագիտական քայլերով տնտեսապես զարգանալ, առաջ գնալ եւ պետությունը սարքել, որպեսզի այլևս ցեղասպանություն չլինի երբեք։ Հա։ Դե մեր եթերաժամը արդեն սպառվեց, վերջաբանի խոսքի տեղ էլ չմնաց, մնաց ասեմ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքանն էր մեր այսօրվա Երևան-Փարիզ հերթական միացման թեման։ Հիշեցնեմ, որ Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգայնագետ Արման Ավագյանը։ Ամենայն բարիք ձեզ։